Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի նախապայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար մեր երկրի մայրօրենքը փոխելն է։ Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանին հարցրել են. Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը։ Փաշինյանն էլ հայտնել է, թե հայկական կողմը կարող է ապացուցել, որ Ադրբեջանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրության մեջ չկա։ Ավելին, Հայաստանում էլ կան որոշ մեկնաբանություններ, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն ինչու մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։ Այդ համաձայնագրի առաջին հոդվածում դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ ապագայում։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան։ Եվ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է երկրի մայր օրենքին, ապա ըստ Փաշինյանի չի կարող խոչընդոտ լինել այն վավերացնելու առումով։ Մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժ մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Իդեպ քննարկմանը ներկա էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը։ Բարի գալուս Գերմանիա, Mr. Prime Minister. Welcome to Germany. Փաշինյանին հայերեն ողջունելուց հետո Նասիմ Աղաևը հայտնել է, թե տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք ըստ ադրբեջանցի դեսպանի դժվար էր պատկերացնել տարիներ առաջ։ The Constitution, we hope that will also... Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին կապված սահմանադրության հետ, մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Our Azerbaijani colleagues Երբեմն իմ տպավորությունը գիտեք որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, որ մեր սահմանադրությունը ներառի տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ։ we don't have territorial claims. Սյունիքով անցնող Թրամփի ուղու մասին Փաշինյանը հայտնեց, որ Trump Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում, որը կիրականացնի Թրամփի ուղի նախագիծը։ Build on that. Թրամփի ուղի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապ։ Քննարկմանը մասնակիցներին հետաքրքրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Փաշինյանը դրա լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Հակամարտության մթնոլորտում ըստ Փաշինյանի այդ խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Փաշինյանի խոսքով Հայաստանն ընթանում է խաղաղության ամրապնդման ուղղությամբ եւ ըստ նրա ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պնդմանը, թե Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական գործընկերությունը խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ նոր օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, արտացոլում է հայաստանյան եվրոպական ձգտումները եւ ենթադրում է Եվրամիության աջակցություն երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ դիմակայունությանը։ Սա նրա խոսքով ոչ թե վնասում, այլ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը։ Դոհայում Եվրոնյուզին տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը ներկայացրել են խաղաղության գործընթացի մեկնարկը եւ դրա նպատակները։ Գրիգորյանը նշել է, որ առաջնորդները սկսել են քննարկել խաղաղության ինստիտուցիոնալացման գաղափարը, կենտրոնանալով տարածաշրջանում կայունություն բերելու վրա։ Նրա խոսքով վստահության կառուցումը դժվար է, բայց կողմերը քայլ առ քայլ առաջ են շարժվում։ Հաջիևը խաղաղության գործընթացը գնահատել է հաջողության պատմություն, ընդգծելով, որ հակամարտության էջը փակված է եւ տեղում խաղաղություն է հաստատվել։ Երկու կողմերն էլ նշել են, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերը կարող են ամրապնդել խաղաղությունն ու բարելավել ժողովուրդների բարօրությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության գործընկերության անվտանգային համագործակցության եւ զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերի փոխտնօրեն Քրիս Մքինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան, աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառմանը, ճեպազորույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տարածաշրջանային որևէ ֆորմատից դուրս մնալը չմասնակցելը չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի, նշել է նա։ Ենթադրում եմ նաև Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում շփումներ կլինեն իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև, ավելացրել է Ալեն Սիմոնյանը։ 2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ եւ Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար եւ կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից։ Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի եւ սահմանադրության օրն է։ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը այցելել է Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարել զինվորական պանթեոնում։ Շահրամանյանին ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանելյանը, պետնախարար Նժդե Իսկանդարյանը, ինչպես նաեւ падգամավորներ եւ Արցախի հասարակական գործիչներ։ Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, վարձկաններ եւ իրականացվեցին ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունենային ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Սակայն անկախ պետականություն ունեցող Արցախի հանրապետությունը, որն ավելի քան 3 տասնամյակ եղել է մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը, այսօր շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է մեր երկիրը, նախկին ղեկավարությունը գերեվարվեց։ Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով։ Այս նախադասությունն ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածում։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է հռչակագիրը, իսկ 1950 թվականին առաջարկել դեկտեմբերի 10-ը նշել որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի օրենքն ընդունվել է 2003 թվականին։ Դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ Այդ առիթով Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ակցիայի նպատակն է միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Բաքվում ապօրինաբար պահվող հայգերիների ոտնահարված իրավունքներին։ Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայգերիների վերադարձի ուղղությամբ։ Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնող նամակ են փոխանցել գրասենյակի ներկայացուցչին։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Սա մարդու իրավունքների խախտում է, ինչը կատարվել է հայ ռազմագերիների հետ, ովքեր գտնվում են բանդում։ Նրանք բանտարկված են զուտ իրենց ազգության համար, շատերը գտնվում են բանդում մի մեղքի համար, որ իրենք չեն կատարել։ Խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների հարազատները խոսել են անցած տարվա ընթացքում սպանությունների փաստով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։ Քննությունը ոչինչ չի կատարել, քննչական գործողություններ չեն արվել, անգործություն է դրսևորվում։ Զինվորներից 2-ի մասով կա եվրոպական դատարանի վճիռներ։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պահանջել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից առարկայական քայլեր կատարել այս ոլորտում եւ տեղեկություններ տրամադրել։ Դա եւս չի կատարվել։ Աննա Վարդապետյանը ասաց, որ ներկայացրեց վարչապետին, որ այս գործերը, այս մայրերը ճիշտ են, սպանությունները եւ պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Այդ օրվանից ոչինչ չի արվել։ Տիկին Վարդապետյանը հայտարարեց, որ ի սկզբանե վերացրել են Տիգրան Օհանջանյանի գործի իրեղեն ապացույցները։ Ի սկզբանե վերացրել են, ով է վերացրել։ Դուժողի իրավահաջորդը վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առ այսօր չեն պատժվել։
Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, որը առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում, այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից։ Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն փլուզված Citibank նախագիծը։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց, նշվում է հաղորդագրության մեջ։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025-26 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։ Հունվարի 8-ին տեղի կունենա հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, հունվարի 12-ին մաթեմատիկա, 14-ին հայոց պատմություն։ Հիշեցնենք, 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին եւ հունիսին, եւ հունվարին եւ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել, փոխանցել են քաղաքապետարանից։ Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները՝ համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կրծքագեղձի սկրինինգային հետազոտություն, ախտորոշիչ կորոնոգրաֆիա եւ սրտի անոթների ստենտավորում, աորտոկորոնար անոթների շունտավորում։ Բուժառում բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում մեկ պատուհան, որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն։ Հայաստանում 10 ամսում հունվար-հոկտեմբերին իրականացվել է 551 միլիարդ 434.5 միլիոն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26%-ով։ Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, ընդ որում 26.3%-ն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, 14.9%-ը բնակչության միջոցներով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 771.200 տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 11.2%-ով։ Տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, Տիտոգրադյան Խաղաղդոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև։ Ավստրալիան արգելել է 16 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Օրենքը վերաբերում է աշխարհի 10 ամենամեծ հարթակներին, ներառյալ Facebook, Instagram, X, YouTube, TikTok։ Հարթակները պետք է հեռացնեն ավստրալական դեռահասների հաշիվները, իսկ չկատարելու դեպքում սպառնում է մինչև 33 միլիոն դոլարի տուգանք։ Օրենքը քննադատության է արժանացել, սակայն հանրային հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը աջակցում է դրան։ Ֆլորիդա նահանգում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարել մայրուղու վրա, այն բախվել է մարդատար մեքենայի, դեպքը տեղի է ունեցել Կոկոա քաղաքում։ Հաղորդվում է, որ մեքենայի 57-ամյա վարորդը թեթե վնասվածքներ է ստացել։ Ինքնաթիռի 27-ամյա օդաչուն եւ ուղևորը նույնպես չեն տուժել, նրանք դեպքի վայրում են մնացել։ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկներին պարտադրել երկիր մուտք գործելիս տրամադրել իրենց սոցիալական ցանցերի վերջին 5 տարվա տեղեկությունները։ Բացի այդ, Միացյալ Նահանգների սահմանային ծառայությունը կարող է զբոսաշրջիկներին պարտավորեցնել հայտնել էլեկտրոնային փոստի հասցեները եւ հեռախոսահամարները, որոնք նրանք օգտագործել են վերջին 5 տարիների ընթացքում։ Դեկտեմբերի 10-ին 15-ամյա տղան օփելով դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում։ 15-ամյա վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, փրկարար ծառայության Սևանի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Հավաքվածները հայտնել են, որ 15 տարեկան տղային դեկտեմբերի 9-ից հարազատները համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները որոնում էին։ Ցավալի դեպք է, չեմ կարող չասել, որ սա այս 15 օրվա ընթացքում երկրորդ դեպքն է, որ դդմաշեն բնակավայրում ավտովթար է տեղի ունենում եւ երկու դեպքերում էլ ցավոք սա ողբերգական, իսկ նախորդը լավ էր, մարդկանց այդպեսի լուրջ վնաս չեն պատճառվել, սակայն վարորդները եղել են անչափահասներ, հարգելի ծնողներ, խնդրում ենք, հորդորում ենք
ամոթ բան չի, աղաչում ենք նաև ձեր երեխաներին մի տվեք, անչափահասներին մի տվեք։ Դեկտեմբերի 10-ին Մայրաքաղաքում Միասնիկյան պողոտայում 30-ամյա Հայկը Մերսեդեսով բախվել է բետոնե եզրաքարին, ապա ծառին առաջ ընթացել, բախվել Երկաթե Էլեկտրասյանն ու հայտնվել երթևեկելի գոտում։ Վարորդն ու նրա 30-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության Երևանի թիվ 8-րդ Թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, իսկ վնասված էլեկտրասյունը փոխելու համար երկխաղլույս ընկերության ներկայացուցիչները աշխատանքներ են կատարել։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել շտաբօգնության բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատարը Գոռ Արաքելյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Դեկտեմբերի 9-ին Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում բախվել են Տոյոտան ու Օփելը։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության 2 բրիգադ։ Վիրավորները տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ավտոմեքենաները իրարից բավականին հեռավորության վրա են գտնվում, մոտ 100-ից 120 մետր հեռավորության վրա բախումից հետո Դեկտեմբերի 9-ին Լոռու մարզում Վանաձոր Ալավերդի ճանապարհի թունելում բախվել են 34-ամյա Դավիթ Ռենոն, Վրաստանի քաղաքացու Վարաց Մանկը Ցորթիչո Բեռնատարն ու 45-ամյա Նորայրի Volkswagen Venton։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել դեկտեմբերի 9-ին Մայրաքաղաքում, Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել։ Երևանի թիվ 7-րդ Թռչեջ փրկարարական ջոկատի հրշեջները այն դուրս բերելու համար հատուկ ճոպաններ են օգտագործել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, դեպքի հանգամանքները պարզվում են։ Դեպքի փաստով Մաշտոցի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Աչափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Իսկ Երևանում Բագրևան թաղամասում հերթական մեքենան են թալանել։ Վարորդ Հարավոտյան աշխատանքի մեկնելիս է նկատել, որ մեքենան թալանել են։ Անհայտ անձը կամ անձինք մեքենայի տիրոջը պատճառել են մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Հիշեցնենք, որ սա մեքենայի թալանման առաջին դեպքը չէ Նոր-Նորքում։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժնից, ովքեր ժամանել են, այս պահին սպասում են, որպեսզի ժամանի քննչական խումբը, փորձաքրյագետը գողացել են նաև շիթի վրա տեղադրված համարանիշը, թե համարը խեն տար է։ Օ, հեսա, սա խոնավացած։ Այդ խոնավը ջանդամել է, պատերը նայա։ Այտա, Ստե քնում եք։ Բա ինչ անենք, ուր է թամ։ Սասունիկ բնակավայրի 33-րդ փողոցի 5 բնակելի շենքերում խոնավություն է։ Ջուրը տներն է լցվում։ Պատճառը տանիքների անվերջ թվացող նորոգման աշխատանքներն են։ Դեռ 4 շաբաթ առաջ ըստ բնակիչների աշխատանքները մեկնարկել են, բայց ավարտը այդպես էլ չի երևում։ Անձրևաջրերն էլ տներ են լցվում։ Թե ինչ արեցին գմփուներով ու խորեր թափատունը։ Դի էտենցա, բալկոնը տենցա, էնսենյակը տենցա, ցավը տանեմ։ Մենք վիճակի չեն։ Սենյակներում պատերը խոնավությունից բորբոսնել են, առանց դույլերի տանը շրջել չի ստացվում, ճաքեր են առաջացել։ Ընդհանուր առմամբ բոլոր շենքերի տանիքներն են անմխիթար վիճակում, թիթեղյա ծածկեր են պետք։ Տոնայով ջուր են թափե, անձրևային ջուր։ Այն արանքներից գալիս է։ Բալկոնը տենց, այն սենյակը տենց պատել լրիվ արդեն որ ռեմոնտա չորացեք թափիկ եկեք։ Անձրևաջրերը լցվում են մարդկանց տները, մարդկանց նույնիսկ ննջարանները, խոհանոց, զալը ու ամբողջ այդ պատերը բորբոսնել են արդեն։ Նույնիսկ մի քանի մետրից հոտը, խոնավության հոտը զգացվում է։ Ստենա, կիսատ, պրատ։
Խնդրի մասին աշտարակի քաղաքապետը գիտի մարզպետի հետ արդեն դիմել է կառավարություն, որպեսզի արտահերթ սուբվենցիոն ծրագիր մշակեն աշտարակի քաղաքապետարանն էլ կարողանա գործը ավարտին հասցնել։ Մեր սա շենքերը բայ եք բրծնու։ Մյուս տարի այսինքն մարդիկ լոտ կառնեն էլի։